Միշտ վատ անցնում բլից հարցերը, հետո կպատմեմ կադրից դուրս։ Չէ։ Մնացած սաղ գնացող եկող են, Թե բրդ քաղաքացի։ սարեր ձորեր։ Ես տարբերություն չգիտեմ։ Տեսի, քեզ բան ասեմ, չես հավատա։ Հարցերը կա։ Մաման լավ, հա։ Բարև ձեզ։ Այսօր պատասխան է տալու սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Հայկական խոհանոցը մեկ բառով։ Հրաշք։ Հետազոտության արդյունք, որն ամենից շատ է տպավորվել։ Որ առողջ ապրելակերպին հետևողները շատ ավելի շատ հակաբիոտիկ են ստանում, քան վատ սնվողները։ Ո՞վ է ավելի շատ խորհուրդներ տալիս։ Դուք ձեր եղբորը, թե նա ձեզ։ Չէ, միանշանակ ինքը ինձ։ Մթերք, որը բացառել եք ձեր սննդակարգից։ Գազավորված ըմպելիք։ Ինչպես ընտրել թարմ մթերք։ Եթե կենթանական ծագում ունեցող մթերք է, ընտրել պաղեցվածը, ոչ թե սառեցվածը, եթե բուսական, բնականաբար տոնավաճառներից կամ արտադրողներից։ Պիցա Հայաստանում, թե Իտալիայում։ Միանշանակ Իտալիայում։ Ինչու՞մ է Թերանում կառավարությունը սննդի ոլորտում։ Բոլոր գործընթացները սխալ է արվում, սկսած իրավական կարգավորումից մինչև ռիսկի կարգավորում։ Գիրանալու հիմնական պատճառները։ Այդ մի ամբողջ հաղորդում պետք է։ Սթրիթ ֆուդը վտանգավոր է։ Անշուշտ, Ինչ կփոխեիք, եթե ղեկավարեիք սննդի վերահսկման ոլորտը։ անգամ չգիտեմ, աշխարհի լավագույն 10 փորձագետները կան, այս ներկա գործող համակարգով չեն կարող բարեփոխել։ Պատասխան տալու ձեր ժամանակն էլ է գալու։ Կհանդիպենք։